Ընտրյալ, քեզ խնդրել են սա դիտել մենակ ոչ պատահականորեն։ Հենց հիմա կանգ առ։ Դադարեցրու միաժամանակ մի քանի գործ անելը։ Դադարեցրու ուշադրությունդ բաժանել այս եւ ուրիշ բանի միջև։ Եթե մարդկանց կողքին ես, սա նրանց համար չէ։ Եթե շուրջը աղմուկ կա, խլացրու այն։ Եթե քո միտքը զբաղված է հաջորդ քայլը պլանավորելով, հետաձգիր դա։ Որովհետև Աստված ընդհատել է քո ողջ օրը ասելու մի բան, որը չի կարելի լսել մասերով։ Այս պատկամը չպետք է դառնա ֆոն։ Այն պետք է ընդունվի մենակության մեջ, լռության մեջ, առանց ուշադրության մրցակցության։ Եթե հիմա չես կարողանում դա անել, պահիր այս տեսանյութը եւ վերադարձիր, երբ կարողանաս։ Որովհետև այնինչ հիմա կասվի, պահանջում է քո լիակատար ներկայությունը, ոչ թե մասնակի ուշադրություն։ Արա խորը իսկական շունչ։ Զգա, թե ինչպես է կուրծքդ ավելի ուժգին սեղվում, քան պետք է։ Նկատիր, որ միտքդ ավելի բարձրաձայն է դարձել, քան սովորաբար։ Զգա, որ հոգիդ պուտտո լեցված է, նույնիսկ եթե ֆիզիկապես մենակ ես։ Սա պատահականություն չէ։ Սա պարզապես ստրես չէ։ Սա հոգևոր ակտիվություն է։ Եվ Աստված քեզ բերել է այստեղ ամեն ինչից եւ բոլորից կտրելով, որպեսի ասի, թե ինչ է իրականում կատարվում եւ ինչու պետք է մնաս լռության մեջ եւս մի փոքր։ Թույլ տուր սկսեմ գլխավորից։ Աստված ասաց դիտել սա մենակ, որովհետև այն ինչ նա պատրաստվում է բացահայտել, չի դիմանա ուրիշների կարծիքների, հարցերի կամ էներգիայի ֆիլտրին։ Որոշ ճշմարտություններ այնքան անձնական են, այնքան ճիշտ ժամանակին, այնքան հատուկ նախատեսված քեզ համար, որ եթե թույլ տաս ուրիշ մեկին մտնել այդ պահի մեջ, կթուլացնես նրանց ուժը։ Ինչ որ մեկը քեզ փորձարկում է, գուցե ոչ մեկ մարդ, ոչ բացահայտ եւ ոչ ագրեսիվ, այլ նրբորեն, ռազմավարականորեն։ Նրանք ասում են այնպիսի բաներ, որոնք դիպչում են հին վերքերիդ, բարձրացնում են թեմաներ, որոնք գիտեն, որ քեզ ցավ են պատճառում, տալիս են հարցեր, որոնք անմեղ են թվում, բայց ծանր բեռ են դառնում, անում են մեկնաբանություններ, որոնք անվնաս են թվում, բայց քեզ շփոթության մեջ են գցում։ Եվ ամենավատը, դու չես կարողանում ուղակի անվանել դա հարցակում, որովհետև մակերեսին ամեն ինչ նորմալ է թվում, բայց քո հոգին գիտի, քո ներքին զգացումը բռնում է այն, ինչը տրամաբանությունը չի կարող ապացուցել, եւ դու զգում ես քեզ խենթ, որ անհանգստանում ես այն բաներից, որոնք տեխնիկապես հարցակում չեն եղել, բայց իրականում եղել են, բացարձակապես եղել են։ Պարզապես նրա համար, որ ինչ որ մեկը ժպտում է, երբ դանակով հարված է հասցնում, չի նշանակում, որ դանակը իրական չէ։ Պարզապես նրա համար, որ ինչ որ մեկը փափուկ է խոսում, չի նշանակում, որ մտադրությունը սուր չէ։ Պարզապես նրա համար, որ ինչ որ մեկը հոգատար է վարվում, չի նշանակում, որ չի ստուգում կարձականքես, կպաշտպանվես, կբացատրես, թե կկոտրվես։ Եվ Աստված դա տեսավ, Աստված դա զգաց, Աստված ասաց բավական է։ Ահա թե ինչու նա քեզ բերեց այստեղ, ահա թե ինչու նա քեզ առանձնացրեց, ահա թե ինչու նա ասում է մնալ լռության մեջ եւս մի փոքր։ Որովհետև եթե հիմա պատասխանես, եթե հիմա պաշտպանվես, եթե հիմա սկսես բացատրել, դու կբացես մուտք այն մարդկանց համար, ովքեր այլևս իրավունք չունեն մտնելու քո հաջորդ մակարդակ։ Կրկնում եմ, որովհետև սա կարևոր է։ Ոչ բոլոր նրանք, ովքեր մուտք ունեին քո անցյալ փուլ, կստանան մուտք հաջորդին։ Ոչ բոլոր նրանք, ովքեր ճանաչում էին հին քեզ, կճանաչեն նոր քեզ։ Ոչ բոլոր նրանք, ովքեր քեզ հետ գնացին հովտով, կգնան քեզ հետ գագաթը։ Եվ սա դաժանություն չէ, սառնություն չէ։ Սա իմաստություն է, սա սահման է, սա պաշտպանություն է, որովհետև այն տարբերակը քո, որը Աստված բացահայտում է, չի կարող գոյակցել նրանց հետ, ովքեր դեռ փորձում են շփվել այն մեկի հետ, ում նա արդեն թաղել է։ Դու նկատել ես, որ որոշ բաների հանդեպ քո հանդուրժողականությունը լիովին անհետացել է։ Խոսակցություններ, որոնք նախկինում նորմալ էին, հիմա հոգնեցնող են թվում։ Մարդիկ, որոնց հետ նախկինում հաճելի էր, հիմա հոգնածություն են առաջացնում։ Վայրեր, որոնք նախկինում հեշտությամբ անցնում էիր, հիմա խեղդող են թվում։ Դրամա, որը նախկինում քեզ ներս էր քաշում, հիմա ակնթարթորեն հետ է մղում, եւ դու հարցնում ես՝ միթե չափից շատ ես գայուն, չափից խիստ, չափից դատող, բայց իսկ եթե ոչ, իսկ եթե քո հոգին պարզապես անցել է մաքրության մակարդակի, որտեղ դիսֆունկցիան, կեղծիքը եւ քաոսը այլևս չեն արձագանքում, իսկ եթե Աստված կարգավորել է քո հոգեվոր ալեհավաքը այնպես, որ դու այլևս չես կարողանում հանդուրժել այն, ինչ նախկինում նորմա էր թվում, որովհետև նորման երբեք քո մշտական տեղը չի եղել, ահա թե ինչ է իրականում կատարվում։ Աստված քեզ սովորեցնում է նոր լեզու, զվարաչանքի լեզու, լռության լեզու, առանց բացատրությունների սահմանների լեզու, առանց փակելու հեռանալու լեզու, վսպահելու այն, ինչ զգում ես, նույնիսկ եթե չես կարողանում ապացուցել, որ գիտես։ Եվ այս լեզուն չի կարելի սովորել աղմուկի մեջ։ Այն չի կարելի տիրապետել բազմության մեջ։
Այն չի կարելի հասկանալ պաշտպանվելով նրանց առջև, ովքեր կասկածում են քո աճին։ Այն պետք է սովորել մենակության մեջ, լռության մեջ, այն բացվածքում, որը նախկին քո եւ այն թե ում ես դառնում միջև է։ Եվ հենց այդ տարածքում ես հիմա գտնվում, ընտրյալ։ Դու անցումային գոտում ես։ Եվ դա անհարմար է, որովհետև ոչինչ դեռ պարզ չէ։ Դու այլևս այն չես, ով եղել ես, բայց դեռ լիովին չես դարձել այն, ով պիտի դառնաս։ Դու թափում ես հին կաշին, բայց նորը դեռ չի ձևավորվել։ Դու լքում ես ծանոթ տարածքը, բայց դեռ չես հասել նոր հողին, եւ այս տարածքը խոցելի է թվում, բաց, անորոշ, բայց այն սուրբ է, այն անհրաժեշտ է։ Հենց այստեղ է կատարվում տրանսֆորմացիան։ Թրթուրը չի դառնում թիթեռ մնալով հարմարավետության մեջ, այն դառնում է թիթեռ հանձնվելով գործընթացին, որը մախվան նման է, բայց տանում է դեպի թռիչք։ Թույլ տուր ասեմ, թե ինչ է փորձում անել թշնամին։ Նա գիտի, որ դու անցումի մեջ ես։ Նա գիտի, որ քեզ վերակառուցում են։ Նա գիտի, որ Աստված քեզ պատրաստում է ավելի մեծ, ավելի խոր բանի համար, որը կդիպչի ավելի շատ մարդկանց, քան քո անցյալ փուլը։ Եվ նա չի կարող կանգնեցնել այն, ինչ Աստված արդեն նշանակել է։ Նա չի կարող չեղարկել այն, ինչ Աստված արդեն որոշել է։ Նա չի կարող արգելափակել այն, ինչ Աստված արդեն բաց թողել է։ Բայց նա կարող է շեղել քեզ, գրգռել, հյուծել, շփոթեցնել, ստիպել էմոցիոնալ արձագանքել, ոչ թե ռազմավարականորեն պատասխանել, ստիպել պաշտպանվել, ոչ թե վստահել Աստծո պաշտպանությանը, ստիպել բացատրել, ոչ թե թույլ տալ, որ կյանքն ինքն է բացատրություն լինի։ Դրա համար նա ուղարկում է մեկ փորձություն մյուսի հետևից, մեկ խոսակցություն մյուսի հետևից, մեկ իրավիճակ մյուսի հետևից։ Ամեն ինչ, որպեսզի քեզ հանի լռությունից եւ վերադարձնի արձագանքի մեջ։ Ամեն ինչ, որպեսզի ստիպի ապացուցել ինքդ քեզ, ոչ թե հանգստանալ Աստծո հավանության մեջ։ Ամեն ինչ, որպեսզի ստիպի խոսել, երբ Աստված ասել է լռել։ Եվ եթե նա կարողանա ստիպել քեզ նախավաղ խախտել լռությունը, եթե կարողանա քեզ անհավասարակշռության մեջ գցել թեկուզ միակ ընթարթով, նա կհետաձգի այնինչ պիտի գա, չի չեղարկի, բայց կհետաձգի։ Իսկ հետաձգումը նրա միակ զենքն է հիմա։ Ահա թե ինչու Աստված այդքան համառորեն խնդրում է քեզ մնալ լռության մեջ։ Ահա թե ինչու նա ամեն անգամ քեզ վերադարձնում է խաղաղությանը, երբ զգում ես խոսելու ցանկություն։ Ահա թե ինչու նա այդքան ագրեսիվորեն պաշտպանում է քո խաղաղությունը, որովհետև քո լռությունը հիմա ոչ թե թուլություն է, քո լռությունը պատերազմ է։ Ամեն օր, երբ դու չես արձագանքում, դա օր է, երբ թշնամու ծրագիրը պարտություն է գրում։ Ամեն խոսակցություն, որի մեջ դու չես մտնում, թակարդ է, որի մեջ դու չես ընկնում։ Ամեն բացատրություն, որ դու չես տալիս, էներգիա է, որ դու զուր չես ծախսում։ Քո անշարժությունը ոչ թե պասիվություն է, քո անշարժությունը ուժ է, քո անշարժությունը հնազանդություն է, եւ հնազանդությունը միշտ տանում է դեպի առաջընթաց։ Հիմա թույլ տուր դիմեմ այն մեղքի զգացմանը, որ դու ապրում ես, որովհետև գիտեմ, որ այն կա։ Դու մեղքի զգացում ունես, որովհետև հեռանում ես մարդկանցից, որովհետև դարձել ես ավելի քիչ հասանելի, քան նախկինում։ Որովհետև չես բացատրում, թե ինչու ես փոխվել, որովհետև չես պաշտպանվում, երբ քեզ սխալ են հասկանում, որովհետև պաշտպանում ես քո էներգիան, նույնիսկ եթե դա հիասթափեցնում է նրանց, ովքեր հաշվում էին քեզ վրա։ Եվ այդ մեղքը ծանր է նստում կրծքիդ վրա։ Այն ստիպում է կասկածի տակ դնել, արդյոք ես եսակենտրոն, արդյոք սառը ես, արդյոք կտրված ես, արդյոք դաժան ես։ Բայց ընտրյալ, լսիր ինձ։ Սահմանները դավաճանություն չեն, հեռավորությունը հրաժարում չէ, լռությունը դաժանություն չէ, պաշտպանությունը պատիտ չէ։ Եվ դու պարտավոր չես կառավարել ուրիշների զգացմունքները քո Աստծուն հնազանդվելու պատճառով։ Դու պարտավոր չես մարդկանց հարմարավետ դարձնել քո աճով։ Դու պարտավոր չես մնալ փոքր, որպիսի ուրիշներին հանգիստ լինի։ Դու պարտավոր չես բացատրել հոգևոր փոփոխությունները նրանց, ովքեր դեռ ապրում են մարմնով։ Քո պատասխանատվությունը առաջին հերթին Աստծո առջև է։ Քո պատասխանատվությունը քո նշանակման առջև։ Քո պատասխանատվությունը պաշտպանել այն, ինչ Աստված կառուցում է քո մեջ, նույնիսկ եթե դա նշանակում է հիասթափեցնել նրանց, ովքեր սպասում էին, որ դու կմնաս նույնը։ Թույլ տուր ասեմ, թե շուտով ինչ է տեղի ունենալու։ Շատ շուտով մառախուղը կցրվի, շփոթմունքը կպարզվի, լռությունը կխախտվի, եւ այն ժամանակ ամեն թաքնվածը կդուրս կգա դեպի լույս։ Աստված պատրաստվում է բացահայտել շարժառիթները, որոնք դու չես տեսել, մտադրությունները, որոնք չես կարողացել ապացուցել, դիմադրությունները, որոնք չես կարողացել անվանել, նախանձը, որը թաքնված էր ժպիտի հետևում, մանիպուլյացիաները, որոնք խոսում էին շշնջալով, վերահսկողությունը, որը քողարկված էր հոգատարության տակ։ Ամեն ինչ դուրս կգա լույսի տակ։ Ոչ թե որովհետև դու ստիպեցիր դա տեղի ունենալ,
Ոչ թե որովհետև դու դիմակայեցիր դրան դեմ առեմ։ Ոչ թե որովհետև պաշտպանվեցիր, այլ որովհետև Աստված տեսավ եւ Աստված զբաղվում է դրանով։ Եվ երբ դա տեղի ունենա, դու կհասկանաս, թե ինչու նա ասաց լռել։ Դու կտեսնես, թե ինչու նա պաշտպանեց քեզ նախավաղ խոսքերից։ Դու կգիտակցես, որ եթե պաշտպանվեիր, բացատրեիր, դիմակայիր մարդկանց, դու նրանց կտայիր զենք, խեղաթյուրելու քո խոսքերը, կասկածի տակ դնելու քո շարժառիթները եւ հետաձգելու քո առաջընթացը։ Բայց որովհետև դու լռեցիր, որովհետև մնացիր անշարժ, որովհետև համաձայնեցիր, Աստված պաշտպանում է քեզ։ Եվ երբ Աստված պաշտպանում է, ոչ ոք չի կարող վիճել, ոչ ոք չի կարող մանիպուլյացիա անել, ոչ ոք չի կարող խեղաթյուրել։ Ճշմարտությունը պարզապես կա, եւ բոլորը տեսնում են այն։ Բայց ահա թե ինչ պետք է հասկանալ։ Այս բացահայտումը ոչ թե վրեժի համար է, այլ պարզության համար։ Ոչ թե մարդկանց վնասելու համար, այլ քեզ ազատելու համար։ Ոչ թե որևէ մեկին նվաստացնելու համար, այլ սահմաններ հաստատելու համար։ Որովհետև երբ ճշմարտությունը դուրս գա, երբ շարժառիթները պարզ դառնան, երբ մտադրությունները բացվեն, դու հստակ կիմանաս ով է պատկանում քո հաջորդ փուլին, իսկ ով ոչ։ Դու հստակ կհասկանաս, թե որ հարաբերությունների մեջ արժե ներդրում անել, իսկ որոնք թողնել։ Դու հստակ կիմանաս, թե ում ձայներին լսել, իսկ ում անտեսել։ Եվ այս պարզությունը, այս տարբերակումը նվեր է, որ Աստված տալիս է քեզ այս գործընթացի միջոցով։ Այսպիսով հիմա, այսօր, քո խնդիրը պարզ է։ Մնա անշարժ, մնա լուռ, մնա համաձայնության մեջ։ Մի պաշտպանվիր, մի բացատրիր, մի արձագանքիր, մի ստիպիր, մի շտապիր, պարզապես վստահիր։ Վստահիր, որ Աստված տեսնում է այն, ինչ տեսնում ես դու։ Վստահիր, որ Աստված գիտի այն, ինչ գիտես դու։ Վստահիր, որ Աստված զգում է այն, ինչ զգում ես դու։ Վստահիր, որ նա արդեն աշխատում է կուլիսներում այնպես, ինչպես դու չես տեսնում։ Վստահիր, որ նրա ժամանակը կատարյալ է, նույնիսկ եթե դանդաղ է թվում։ Վստահիր, որ նրա լռությունը պատրաստություն է, ոչ թե բացակայություն։ Վստահիր, որ նրա պաշտպանությունը ակտիվ է, ոչ թե պասիվ։ Եվ մինչ դու սպասում ես, մինչ մնում ես անշարժ, թույլ տուր ասեմ, թե էլ ինչ է կատարվում։ Աստված ամրացնում է քեզ։ Նա խորացնում է քո արմատները, որպիսի երբ կա օրհնությունը, դու կարողանաս կրել այն։ Նա ընդլայնում է քո տարողունակությունը, որպիսի երբ դուռը բացվի, դու կարողանաս անցնել։ Նա սրում է քո տարբերակումը, որպիսի երբ թշնամին նորից փորձի, դու տեսնես նրան նախապես։ Նա ամրացնում է քո սահմանները, որպիսի երբ քեզ փորձարկեն, դու չսասրանաս։ Նա հաստատում է քո ինքնությունը, որպիսի երբ կա քննադատությունը, այն չսասրանի քեզ։ Նա պահպանում է քո խաղաղությունը, որպիսի երբ շուրջը քաոս լինի, այն չներթափանցի քեզ մեջ։ Այս լռության սեզոնը դատարկ չէ, այն լի է։ Լի է պատրաստությամբ, լի է տրանսֆորմացիայով, լի է աստվածային գործունեությամբ, որը կատարվում է մակերեսի տակ։ Դու դեռ չես տեսնում դա, դեռ չես զգում։ Բայց դա կատարվում է, եւ շատ շուտով դու կմտնես այն լիության մեջ, ինչ Աստված պատրաստել է, եւ հետ նայելով այս լուր սեզոնին, կշնորհակալություն հայտնես նրան։ Դու կտեսնես, որ այնինչ թվում էր մեկուսացում, իրականում ինկուբացիա էր։ Այնինչ թվում էր հետաձգում, զարգացում էր։ Այնինչ թվում էր լռություն, ռազմավարություն էր։ Ընտրյալ, նախքան ավարտելը, պետք է ասեմ եւս մեկ բան։ Այն տարբերակը քո, որը դուրս կգա այս սեզոնից, անճանաչելի կլինի։ Ոչ Աստծո համար, նա միշտ գիտեր, թե ով ես դու իրականում, այլ մարդկանց համար, քո ինքդ քեզ համար, թշնամու համար։ Դու կքայլես վստահությամբ, որին վավերացում պետք չէ։ Դու կխոսես իշխանությամբ, որին թույլտվություն պետք չէ։ Դու կգործես պարզությամբ, որին բացատրություններ պետք չեն։ Դու կսիրես վստահությամբ, որին փոխադարձություն պետք չէ։ Դու կծառայես նպատակով, որին ճանաչում պետք չէ։ Եվ մարդիկ կզարմանան ինչ է պատահել քեզ հետ։ Նրանք կհարցնեն ինչ է փոխվել։ Եվ դու նույնիսկ չես կարողանա բացատրել, որովհետև դա տեղի է ունեցել գաղտնի տեղում, լռության մեջ, մենակության մեջ Աստծո հետ, երբ ոչ ոք չէր տեսնում։ Ահա այս սեզոնի ուժը, ահա այս մեկուսացման նպատակը։ Ահա թե ինչու Աստված ասաց դիտել սա մենակ, որովհետև այնինչ նա անում է քո մեջ հիմա, չափազանց սուրքը բացատրելու համար, չափազանց անձնական կիսվելու համար, չափազանց հզոր շտապելու համար։ Այսպիսով մնա այստեղ, մնա անշարժ, մնա հնազանդ եւ վստահիր, որ երբ ժամանակը գա, երբ պատրաստությունը ավարտվի, երբ կերպարումը ավարտվի, Աստված կթողարկի քեզ։ Եվ այն ժամանակ ոչինչ եւ ոչ ոք չի կարող կանգնեցնել այն, ինչ նա սկսել է։ Թույլ տուր ասեմ այն մասին, ինչ դու զգում ես ֆիզիկապես, որովհետև քո մարմինը արձագանքում է այս հոգևոր տեղաշարժին։ Դու ավելի հոգնած ես, քան սովորաբար։ Ոչ այն հոգնածությամբ, որը կարելի է հեռացնել քնով, հոգնածությամբ, որը նստած է ոսկորներիդ մեջ, հոգնածությամբ, որի պատճառով ուզում ես չեղարկել ծրագրերը, թեև հիվանդ չես,
Հոգնածությամբ, որի պատճառով ավելի շուտ ես պարկում քնելու, իսկ արթնանում ես դեռևս կոտրված։ Դու հարցնում ես, արդյոք հիվանդ ես։ Պետք է դիմել բժշկի, արդյոք ինչ-որ հիվանդություն է զարգանում։ Բայց ընտրյալ, քո մարմինի հետ ամեն ինչ կարգին է։ Քո մարմինը արձագանքում է հոգևոր բեռին։ Դու կրում ես ինչ-որ բան հոգևոր աշխարհում, ինչը քո ֆիզիկական մարմինը զգում է, բայց լիովին չի կարողանում հասկանալ։ Երբ Աստված վերակառուցում է մարդուն, երբ նա բեռնում է հայտնություններ, երբ հաստատում է նոր մակարդակներ տարբերակման եւ իշխանության, մարմինը ընկալում է դա որպես ճնշում, ծանրություն, հոգնածություն, որովհետև այն, ինչ կատարվում է հոգում, անցնում է մարմնով։ Ահա թե ինչու հիմա այդքան կարևոր է հանգիստը։ Ահա թե ինչու դու չես կարողանում մղել այս սեզոնի միջով այնպես, ինչպես նախկինում մղում էիր ամեն ինչի միջով։ Քո մարմինը կարիք ունի հանգիստի, որովհետև քո հոգին աշխատում է արտաժամյա։ Քո մարմինը կարիք ունի հանշարժության, որովհետև հոգին վերակարգավորվում է։ Քո մարմինը կարիք ունի լռության, որովհետև հոգին թարմացվում է։ Եվ սա պարզապես ֆիզիկական հոգնածություն չէ, դու ապրում ես նաև էմոցիոնալ ալիքներ, այո։ Մի պահ դու կարգին ես, իսկ հաջորդ պահին արդյունքները գալիս են ոչ մի տեղից։ Մի պահ դու խաղաղության մեջ ես, իսկ հաջորդ պահին անբացատրելի տխրություն է գալիս։ Մի պահ դու լի ես հույսով, իսկ հաջորդ պահին կասկածում ես ամեն ինչի վրա։ Եվ այս էմոցիոնալ տեղաշարժերը կոնկրետ բանի հետ կապված չեն։ Ոչինչ չի պատահել, որպեսզի դրանք առաջացնի։ Ոչ ոք ոչինչ չի ասել, որպեսզի դրանք հրահրի։ Նրանք պարզապես գալիս եւ գնում են ինչպես ալիքներ, եւ դու պայքարում ես նրանց հետ, փորձում ես վերահասկել, փորձում ես հասկանալ, փորձում ես մտածել։ Բայց իսկ եթե նրանց իմաստ ունենալ պետք չէ, իսկ եթե այն, ինչ դու ապրում ես էմոցիոնալորեն, հին քո տարբերակի մահն է եւ նորի ծնունդը, իսկ մահը եւ ծնունդը միշտ կերտոտ գործընթաց են, միշտ ցավոտ է, միշտ անհարմար է, բայց անհրաժեշտ է։ Դու չես կարող մնալ թրթուր եւ դառնալ թիթեռ։ Դու չես կարող պահել հին անձնավորությունը եւ մտնել նոր նշանակման մեջ։ Ինչ որ բան պետք է մեռնի, որpիսի ինչ որ այլ բան կարողանա ապրել, եւ այդ մահն է, որ դու զգում ես էմոցիոնալորեն։ Դու սգում ես այն տարբերակները քո, որոնք այլևս չեն ծառայում քեզ։ Դու թողնում ես կապվածությունները, որոնք այլևս չեն համապատասխանում։ Դու թողնում ես սպասումները, որոնք երբեք քոնը չեն եղել։ Եվ այս գործընթացը ցավում է, բայց այն չի կոտրում քեզ, այն ծնում է քեզ։ Թույլ տուր ասեմ երազների մասին, որովհետև գիտեմ, որ վերջերս տեսել ես տարօրինակ երազներ։ Երազներ, որոնք ավելի իրական են թվում, քան իրականությունը։ Երազներ, որոնց մեջ դու ինչ-որ բան ես փնտրում, բայց չես կարողանում գտնել։ Երազներ, որոնց մեջ փորձում ես խոսել, բայց բառերը չեն դուրս գալիս։ Երազներ, որտեղ դու ծանոթ վայրերում ես, բայց ամեն ինչ այլ է թվում։ Երազներ, որտեղ ծանոթ մարդիկ վարվում են ինչպես անծանոթներ։ Երազներ, որոնք արթնացնում են քեզ անկանխատեսելի ժամանակին, սրտով, որ բաբախում է խելագար տեմպով եւ մտքով շփոթված։ Դու դրանք գրում ես ստրեսի, ուղեղի պատահական ակտիվության, անիմաստ քնի խանգարումների վրա, բայց դրանք անիմաստ չեն։ Այս երազները քո ենթագիտակցությունն է, որ մշակում է այն, ինչ քո գիտակցական միտքը դեռ լիովին չի կարողանում հասկանալ։ Հոգին փորձում է հաղորդել այն մասին, ինչ կատարվում է չտեսնվող չափումներում։ Որոնումը երազներում հոգին է, որ փնտրում է հաջորդ մակարդակը։ Խոսելու անհնարինությունը Աստված է, որ ժամանակավորապես ստիպում է քեզ լռել։ Ծանոթ վայրերը, որոնք այլ են թվում, ընկալման տեղաշարժ է։ Մարդիկ, որոնք վարվում են ինչպես օտարներ, հարաբերությունների փոփոխություն է, մինչ դու ես փոխվում։ Քո երազները պատահական չեն, դրանք մարգարեական են։ Դրանք ցույց են տալիս, թե ինչ է կատարվում հոգևոր մակարդակում, նույնիսկ եթե դու չես կարողանում արտահայտել դա բառերով։ Եվ ահա եւս մեկ բան, որ դու հավանաբար ոչ ոքի չես պատմել։ Դու նկատում ես նշաններ, կրկնվող թվեր, ժամացույցի ժամանակը, որն ուշադրություն է գրավում, երգեր, որոնք հնչում են հենց այն պահին, երբ պետք է, խոսակցություններ, որոնք պատահաբար ես լսում եւ կարծես ուղված են քեզ, աստվածաշնչի համարներ, որոնք կարծես թռչում են էջերից, քարոզներ, որոնք թվում են անձամբ քեզ ուղված։ Դու հարցնում ես, արդյոք չափից շատ ես տեսնում նշաններ ամեն ինչում։ Արդյոք սնահավատ ես, արդյոք պատկերացնում ես օրինաչափություններ այնտեղ, որտեղ դրանք չկան։ Բայց դու սխալվում չես։ Այս նշանները իրական են, այս հաստատումները միտումնավոր են։ Աստված խոսում է քեզ այն լեզվով, որը հասկանում է քո հոգին։ Նա թողնում է հացի փշուրներ, որպեսզի դու կարողանաս գնալ, երբ ճանապարհը անորոշ է թվում։ Նա ուղարկում է ազդանշաններ, որպեսզի հիշեցնի, որ դու մենակ չես, որ քեզ չեն մոռացել, որ դու չես շեղվել ճանապարհից։ Ամեն կրկնվող թիվ երկնքից թարթոց է։ Ամեն կատարյալ ժամանակին հնչող երգ հորից պատգամ է։ Ամեն համընկնում ապացույց է, որ քեզ հետ կատարվողը պատահական չէ։ Սա պլանավորված է։ Աստված շուրջդ հաստատում է մանրուքներով այն, ինչ անում է մեծի մեջ։ Հիմա թույլ տուր ասեմ, թե ինչ է տեղի ունենալու, երբ այս լռության սեզոնը ավարտվի, որովհետև այն կավարտվի։
Սա հավերժ չէ, սա սեզոն է, սահմանված, նշանակված, նպատակային։ Երբ կավարտվի, երբ պատրաստությունը ավարտվի, երբ տրանսֆորմացիան ավարտվի, Աստված քեզ նշան կտա։ Դու կզգաս դա հոգում ավելի շուտ, քան կտեսնես հանգամանքներում։ Դու կիմանաս ավելի շուտ, քան կհասկանաս։ Դու կզգաս տեղաշարժը ավելի շուտ, քան այն կդրսևորվի։ Եվ երբ այդ պահը գա, ամեն ինչ կփոխվի արագորեն։ Դռները, որոնց դու դադարել ես թաքել, հանկարծ կբացվեն։ Հնարավորությունները, որոնց դու դադարել ես հետապնդել, կսկսեն հետապնդել քեզ։ Մարդիկ, որոնց դու դադարել ես դիմել, իրենք կգան քեզ մոտ։ Ռեսուրսները, որոնց մասին դու դադարել ես խնդրել, կհայտնվեն ինքնաբերաբար։ Պարզությունը, որոնց դու դադարել ես փնտրել, կիջնի։ Ուղղությունը, որոնց դու դադարել ես փնտրել, կդառնա ակնհայտ։ Եվ սա ոչ թե որովհետև դու ստիպեցիր դա տեղի ունենալ, ոչ թե որովհետև մանիպուլյացիա արեցիր, ոչ թե որովհետև կապերով մղվեցիր, այլ որովհետև Աստծո ժամանակը հանդիպեց քո հնազանդությանը։ Եվ երբ այս երկու բաները հանդիպում են, շարժումը դառնում է գերբնական։ Բայց ահա թե ինչ պետք է հասկանալ։ Երբ Աստված քեզ ազատի լռությունից, երբ նորից բացի քո բերանը, երբ թույլտվություն տա խոսելու, քո ձայնը կունենա այլ կշիռ։ Քո խոսքերը այլ կհնչեն, քո ներկայությունը այլ կազդի տարածության վրա, որովհետև դու այլևս այն չես, ով մտավ այս լռության սեզոնը։ Դու մտար հաստատման կարիքով, իսկ դուրս կգաս վստահ։ Դու մտար արձագանքող, իսկ դուրս կգաս պատասխանող։ Դու մտար պաշտպանվող, իսկ դուրս կգաս տարբերակող։ Դու մտար բարձրաձայն, իսկ դուրս կգաս հզոր։ Կա տարբերություն բարձրաձայնի եւ հզորի միջև։ Բարձրաձայնը ուշադրություն է փնտրում, հզորը հրամայում է առանց խնդրանքի։ Եվ մարդիկ անմիջապես կնկատեն այդ տարբերությունը։ Ոմանք կտոնեն դա։ Նրանք կտեսնեն, որ քեզ հետ ինչ-որ բան է փոխվել եւ կգրավվեն այնով, ինչ դու հիմա կրում ես։ Նրանք կուզեն ավելի շատ լինել քո կողքին, նրանք կփնտրեն քո խորհուրդները, նրանք կգնահատեն քո տեսակետը, նրանք կհարգեն քո սահմանները։ Սրանք են նրանք, ովքեր պատկանում են քո հաջորդ փուլին։ Սրանք են նրանք, ում Աստված ընտրել է գնալ քեզ հետ առաջիկայում։ Բայց մյուսները չեն ուրախանա։ Նրանց անհարմար կլինի նոր քեզ հետ։ Նրանք կփորձեն քեզ վերադարձնել հին սովորություններին։ Նրանք կհիշեցնեն, թե ով ես եղել, որպեսզի առաջացնեն մեղքի զգացում եւ ստիպեն նորից փոքրանալ։ Նրանք կստուգեն քո նոր սահմանները, հասկանալու թե իրական են, թե ժամանակավոր։ Նրանք կկասկածեն քո աճին, կարծես աճը պահանջում է նրանց հավանությունը։ Նրանք կզգան սպառնալիք քո խաղաղությունից, որովհետև այն բացահայտում է նրանց քաոսը։ Եվ երբ դու չես մտնի վեճերի մեջ, չես պաշտպանվի, չես բացատրի, նրանք կգրգռվեն։ Նրանք կանվանեն քեզ փոխված, կարծես դա վիրավորանք է։ Նրանք կասեն, որ դու այլ ես, կարծես դա վատ է։ Նրանք կմեղադրեն քեզ, որ դու քեզ ավելի լավ ես համարում, թեև իրականում դու պարզապես դարձել ես ավելի լավ, քան նախկինում ես եղել։ Եվ ահա թե ինչ է Աստված սովորեցնում քեզ այս գործընթացի միջոցով։ Ոչ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ դու փոխվել ես, սխալվում են։ Դու փոխվել ես, դու այլ ես, բայց փոփոխությունը դավաճանություն չէ, աճը հրաժարում չէ, էվոլյուցիան ամբարտավանություն չէ։ Դու իրավունք ունես գերազանցել մարդկանց, դու իրավունք ունես գերազանցել վայրերը, դու իրավունք ունես գերազանցել քո տարբերակները։ Եվ դու ոչ ոքի չես պարտքորեն ներողություն խնդրել նրա համար, թե ում ես դարձել, ում Աստված միշտ ցանկացել է տեսնել քեզ։ Դու ոչ ոքի չես պարտքորեն բացատրել, թե ինչու ես հետևում Աստվածային ուղղությանը։ Դու ոչ ոքի չես պարտքորեն տալ մուտք այնտեղ, որտեղ նրանք պատրաստ չեն մտնել։ Ահա թե ինչու լռությունը անհրաժեշտ էր, որովհետև եթե դու միշտ խոսեիր, բացատրեիր ամեն տեղաշարժ, պաշտպանեիր ամեն սահման, դու մարդկանց կտայիր զենք քեզ հետ պահելու տրանսֆորմացիայից։ Դու կբացեիր դուր կարծիքների համար, որոնք կշփոթեցնեին քեզ, դու կհրավիրեիր ձայներ, որոնք կհետաձգեին քեզ, բայց որովհետև դու լռեցիր, որովհետև ամեն ինչ մշակեցիր գաղտնիության մեջ, որովհետև պահպանեցիր խաղաղությունը, դու պաշտպանեցիր այն, ինչ Աստված անում է, եւ հիմա ոչ ոք չի կարող չեղարկել դա։ Ոչ ոք չի կարող հետ դարձնել, ոչ ոք չի կարող քեզ հետ պահել։ Սա արված է, սա կնքված է, սա հավերժ է։ Այսպիսով պատրաստվելով դուրս գալ այս սեզոնից, պատրաստվելով լռության խախտմանը, պատրաստվելով այն բանին, որ Աստված քեզ թողարկի հաջորդ մակարդակ, հիշիր մեկ բան. քեզ ոչինչ ապացուցելու կարիք չկա, ոչինչ պաշտպանելու կարիք չկա, ոչինչ բացատրելու կարիք չկա։ Քո կյանքը կլինի ապացույցը, քո խաղաղությունը վկայությունը, քո աճը հաստատումը։ Թող քո տրանսֆորմացիան ավելի բարձր խոսի, քան ցանկացած բառը։ Թող քո համաձայնությունը հնչի այնտեղ, որտեղ քո ձայնը պետք չէ։ Թող քո հնազանդությունը բացի դռներ, որոնք ջանքերը չէին կարող բացել։
Եվ երբ մարդիկ հարցնեն ինչ է պատահել, երբ ուզենան իմանալ, թե ինչպես ես փոխվել, երբ հետաքրքրվեն, թե ինչ է տեղաշարժվել, դու կարող ես պատմել, եթե ուզես, բայց պարտավոր չես, որովհետև նրանք, ովքեր պետք է իմանան, կզգան դա։ Նրանք, ովքեր պետք է հասկանան, կճանաչեն դա։ Նրանք, ովքեր պատկանում են քո հաջորդ փուլին, կտոնեն դա առանց ավելորդ բացատրությունների։ Իսկ նրանք, ովքեր չեն հասկանում, ովքեր կասկածում են, ովքեր դիմադրում են, պարզապես ցույց են տալիս, որ նրանք քո առաջիկայի մասը չեն։ Եվ դա նորմալ է։ Ոչ բոլորն են գնում այնտեղ, որտեղ գնում ես դու։ Ոչ բոլորն են կոչված այն բանի համար, ինչի համար կոչված ես դու։ Ոչ բոլորն են կարողանում կրել այն, ինչ դու պատրաստվում ես կրել։ Եթե այս падգամը ընկավ քո պահի մեջ, եթե զգացիր, որ Աստված ուղղակիորեն խոսում է քեզ հետ, ոչ միայն լսիր եւ գնա, պատասխանիր, գրիր ամեն մեկնաբանություններում ոչ որպես ռիտուալ, այլ որպես հայտարարություն, որ դու լսել ես նրան եւ ընտրում ես վստահել նրա ժամանակին ավելի շատ, քան քո էմոցիաներին։ Դու ընտրում ես նրա լռությունը ավելի շատ, քան խոսելու քո կարիքը։ Դու ընտրում ես նրա գործընթացը ավելի շատ, քան հարմարավետության ցանկությունը։ Այս ամեն բառը ինչ-որ բան է փոխում հոգում։ Սա քո համաձայնությունն է երկնքի հետ, եւ երբ դու համաձայնվում ես երկնքի հետ, երկինքը գործում է քո փոխարեն։ Եթե այս падգամը բերեց պարզություն շփոթմունքի մեջ, խաղաղություն քաոսի մեջ, հաստատում այն բանի, ինչ դու զգում էիր, բայց չէիր կարողանում անվանել, արա ինձ մեկ բան՝ սեղմիր հավանել կոճակը։ Գիտեմ, սա մանրուկ է թվում, բայց դա օգնում է այս падգամին հասնել ուրիշներին, ովքեր նույն սեզոնում են ինչ դու, ուրիշներին, ովքեր զգում են իրենց մեկուսացված, ուրիշներին, ում ասել են լռել, ուրիշներին, ովքեր պետք է իմանան, որ իրենց լռությունը թուլություն չէ, այլ հնազանդություն։ Քո լայքը կարող է օգնել այս падգամին գտնել նրանց ամենահարմար պահին։ Եվ եւս մեկը, եթե լսելու ընթացքում հիշեցիր մեկին, ով հեռացել է բոլորից, ով անսովոր լուր է, ով պայքարում է բացատրելու, թե ինչով է անցնում, կիսվիր սրա հետ նրա հետ։ Ուղարկիր հաղորդագրություն, նամակ, ինչպես էլ լինի, որովհետև սա կարող է լինել հաստատումը, որի համար նա աղոթել է։ Սա կարող է լինել падգամը, որը կօգնի հասկանալ, որ իր մեկուսացումը պատիժ չէ, այլ պատրաստություն։ Ընտրյալ, հիշիր սա։ Քո լռությունը թուլություն չէ, դա իմաստություն է։ Քո անշարժությունը հետաձգում չէ, դա ռազմավարություն է։ Քո առանձնացումը պատիժ չէ, դա պաշտպանություն է։ Մնա մոտ Աստծուն, մնա լուր մարդկանց առջև։ Մնա համաձայնության մեջ նշանակման հետ, որովհետև առաջիկայում գալիքը պահանջում է քո այն տարբերակը, որը ձևավորվում է լռության մեջ։ Եվ հենց այդ տարբերակն է, որ իմ աշխարհը սպասում էր։